Ջերուսման ամբողջ համակարգը մեկ կաթսայի գնով կաթսան ձեզանից, մնացածը մեզանից։ Ընտրեք Maverick կամ Navi ընկերխնայող կաթսաներից մեկը, իսկ ծխատարը, մարտկոցները, խողովակները, բոլոր դետալները, առաքումն ու տեղադրումը կստանաք իդեալ համակարգից։ Վճարեք միայն կաթսայի համար եւ ստացեք ամբողջ ջերուսման համակարգը նույն գնով։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 29 տարի դեպի կատարելություն։ Շարունակում ենք, Հայաստանը պետք է որոշում կայացնի, մնում է կազմակերպությունում, թե նախընտրում այլ սցենար, հայտարարել է հապկում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը, հավելելով, թե Երևանը պետք է այդ որոշման մասին տեղեկացնի ռուսական կողմին։ Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե կազմակերպության անդամ երկրները պատրաստվում են Հայաստանի նկատմամբ միջոցներ ձեռնարկել անդամավճարը 2 տարի չվճարելու պատճառով։ Ըստ կանոնադրության այդ դեպքում ՀԱՊԿ խորհուրդը կարող է կասեցնել Հայաստանի քաղաքացիների ՀԱՊԿ շրջանակներում քվոտային պաշտոններ առաջադրելու իրավունքը, ինչպես նաև նրանց զրկել կազմակերպության մարմիններում քվեարկելու իրավունքից մինչև պարտքի լրիվ մարումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս նշել էր, թե իրեն չի մտահոգում ՀԱՊԿ-ից Հայաստանին հեռացնելու հեռանկարը։ Նա կարծիք էր հայտնել, որ եթե կառույցի անդամները նման որոշում կայացնեն, ապա Երևանը դա կընդունի ի գիտություն։ Իսկ հարցին Հայաստանը շարունակելու է արդյոք չվճարել անդամավճարները կառույցին, թե հնարավոր է առաջիկայում վերանայել դիրքորոշումը, Փաշինյանը պատասխանել էր, չենք պատրաստվում որևէ բան փոխել։ Երևանը արդեն 4-րդ տարին է, որ բոյկոտում է ռազմական դաշինքում աշխատանքները։ ՀԱՊԿ-ից բացի ամենակննարկվող թեման նաև ԵԱՏՄ-ն է։ Եվրասիական տնտեսական միության ձևաչափում իրոք քննարկելու բան կա, եւ ես առաջիկայում այդ առիթը օգտագործելու եմ այդ քննարկումը սկսելու համար։ Այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որովհետև իհարկե ես նաև մեր գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ նրանք իմ բացակայությամբ ընդունել են եւ պետք է մենք հասկանանք դա ինչ է նշանակում գործնականում։ Այսինքն մենք պետք է հասկանանք, Եվրասիական տնտեսական միության ցանկացած երկիր, ցանկացած երկրի հետ կապված կարող է սենց որոշումներ կայացնի եւ ուղղակի մի օր արթնանալ ու այդպիսի որոշումներ կայացնել, հարցադրումներ է անում Փաշինյանը, հավելելով իմ գնահատմամբ, եթե այս հարցի պատասխանը այո է, ուրեմն Եվրասիական տնտեսական միությունը հայտարարում է ինքնալուծարման մասին եւ մենք պետք է այստեղից արդեն հետեւություններ անենք։ Եվրասիական տնտեսական միությունը հարցին պետք է հստակ պատասխան ինքը կա թե չկա։ Մենք ասում ենք, որ ինքը կա եւ մենք այդ թվում որպես մասնակից պետություն հարում ենք, որ ինչ որ մի թյուրիմացություն է տեղի ունեցել եւ տպավորություն է ստեղծվել, որ չկա եվրասիական, բայց եթե Եվրասիական տնտեսական միությունը կասի, գիտեք ինչ, ես չկամ այլևս, դե որ իրանք չկան, մենք ինչ կարանք անենք։ Մենք կանք եւ մենք Եվրասիական տնտեսական միության մեջ ենք եւ աշխատում ենք մենք Եվրասիական տնտեսական միությունում։ Հիմա Եվրասիական տնտեսական միությունը պետք է ասի ինքը կա թե չկա։ Եթե հանկարծ կասի չկա, այսինքն դե յուրե ուղիղ կամ բանով նամյոկով կասի, որ չկա, դե մենք ինչ անենք։ Չկա։ Եթե կա, եթե չկա։ ԵԱՏՄ-ին վարչապետը նաև գործադիրի նիստից հետո ճեպազրույցին է անդրադարձել։ Եթե հարցերը արագ չկարգավորվեն, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի, հայտարարել է Փաշինյանը։ Ինչքան ես եմ մտահոգված, ԵԱՏՄ-ի մյուս գործընկերներն էլ պետք է մտահոգված լինեն։ Հիմա ասենք ԵԱՏՄ-ի մյուս անդամ երկրները Հայաստանից փորձից մտահոգված չեն, 100% համոզված եղեք, որ մտահոգված են, որովհետև բոլորը հասկանում են, որ նույնը կարող է տեղի ունենա իրանց հետ։ Սա եթե մենք հիմա արագ չկարգավորենք, սա ԵԱՏՄ-ի քայքայումը դարձնելու անխուսափելի։ Ուղղակի անխուսափելի, ոչ թե Հայաստանի մասին չի խոսքը։ Ես ասել եմ, մենք ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր մեր առաջ չենք դրել։ Պարզապես եթե այս հարցերը չկարգավորվեն, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու անխուսափելի։ Հիշեցնեմ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցած շաբաթ հայտնեց, որ մասնակցելու է ԵԱՏՄ-ի միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստին ու քննարկելու է հայ-ռուսական հարաբերությունների խնդիրները։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան, Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ պատվիրակության կազմում է լինելու նաև Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Այցը դիտարկվում է որպես բարձր մակարդակի աջակցության ազդակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա ղեկավարած քաղաքական ուժի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո։ Այս տեղեկությունը հայտնեց Պոլիտիկո պարբերականը։ Ինչ հարցեր են քննարկելու Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ Մարթա Կոսը Երևանում, այս մասին էլ հաստատելով
Տեղեկությունը պարզաբանեց վարչապետ Փաշինյանը։ Եվրոպական հանձնաժողովի նախագահի այցը իհարկե օրակարգի կարևորագույն հարցերից մեկը լինելու է Հայաստանի Հանրապետության մասնավորապես գյուղատնտեսական արտադրանքի հեշտացված մուտքը Եվրոպական միություն ապահովելու հնարավորությունը եւ վերջերս արտաքին գործերի նախարարը Բրյուսելում մասնակցել է արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին եւ հավանականություն կա, որ այս իմաստով Հայաստանը բացառիկ հնարավորություններ կունենա եւ հույս ունեմ, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ մենք կհասցնենք այդ նախագիծը ավարտին հասցնել, որպեսզի Երևանյան այցի ընթացքում մենք իրար հետ այդ մասին հայտարարենք։ Օրերս Եվրամիության նախաձեռնությամբ տեղի է ունեցել կապակցվածության օրակարգի հարթակի մեկնարկին նվիրված բարձրաստիճան միջոցառումը, որին մասնակցում էին Հայաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ղրղստանի պատվիրակությունները, ինչպես նաեւ միջազգային ֆինանսական կառույցների ու Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ։ Հարթակը ստեղծվել է Հարավային Կովկասի, Սևծովյան տարածաշրջանի, Թուրքիայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների միջև կապակցվածության օրակարգի ամրապնդման ու Եվրամիության գլոբալ դարպասներ ռազմավարության շրջանակներում միջտարածաշրջանային կապակցության օրակարգը առաջ մղելու նպատակով։ Համաժողովի ավարտին Հայաստանի ու Եվրոպական հանձնաժողովի, ինչպես նաև համապատասխանաբար ՎԶԵԲ-ի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրվել են մտադրության նամակներ Հայաստանի սահմանային 3 անցակետի եւ հյուսիսային 2 ավտոճանապարհների իրագործելիության ուսումնասիրությունների վերաբերյալ։ Դրանից հետո Հայաստանի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը տեղեկացրեց, որ Բրյուսելում ստորագրված հուշագիրը նախատեսում է աջակցություն Ախուրիկ-Կայան եւ Մարգարակայան ռազմավարական ճանապարհային ուղղությունների նախապատրաստման աշխատանքներին, որոնք կապելու են սահմանային անցակետերը Հայաստանի Հանրապետության ճանապարհային ցանցին։ Եվ այժմ կզրուցեմ քաղաքական վերլուծաբան Գագիկ Քամալյանի հետ։ Ողջույն պարոն Քամալյան, շնորհակալություն միանալու համար։ Ողջունում եմ Ժիրայր ջան, ես էլ եմ շնորհակալ։ Պարոն Քամալյան, նախ սկսենք նրանից, թե ինչ է կատարվում Երևանի եւ ԵԱՏՄ-ի միջև, հա, փոխադարձ այս դիտարկումները վարչապետը այսօր ընդհանուր խոսում էր ԵԱՏՄ-ի հնարավոր ինքնալուծարման, քայքայման մասին, եթե այս խնդիրները չեն պարզաբանվելու, ռուսական կողմն էլ այս մասով ասում է դուք ձեր վատ վերահսկողությունը, վատ արտադրանքը հո չենք բերելու թունավորվենք։ Երբ 2013 թվականին Սերժ Սարգսյանը ռոպեների այսպես ընթացքում կայացրեց որոշում Հայաստանը անդամակցելու է Եվրասիական տնտեսական միությանը, այն ժամանակ շատ քիչ բանախոսներ կային, այդ թվում նաև ես, քննադատեցինք այդ որոշումը եւ հստակ ներկայացրեցինք, որ դա տնտեսական համագործակցության մասին չէ։ Ռուսաստանը լինելով կայսրություն, հետապնդելով կայսրական, այսպես ասած, նեոգաղութարար քաղաքականություն վարելով, ինքը սովոր չէ բիզնես, ժամանակից աշխարհին բնորոշ բիզնես հարաբերություններ կառուցել եւ առավել եւս նմանատիպ տնտեսական միություններ ստեղծել։ Կառույցը հիմնված է եղել Ռուսաստանի մեծապետական շահերը սպասարկելու համար եւ Հայաստանը ճնշումների արդյունքում է հայտնվել այդ կառույցը։ Այսինքն ի սկզբանե Հայաստանը ոչ թե ընտրություն է կատարել երկու աշխարհների միջև, այլ Հայաստանին պարտադրել են, որ այդպիսի ընտրություն կատարի։ Այսինքն Սերժ Սարգսյանը դրա մասին բարձրաձայնել է, ասում է, ես ժամանակ չունեի ընտրություն կատարելու, ինչ էր դրված այդ ինչ մեթոդներով է Ռուսաստանը ճնշում։ Հա, Հայաստանն ուներ Արցախյան հիմնահարց, եւ այդ հիմնահարցը օգտագործելով Ռուսաստանը կարողանում էր Հայաստանին պարտադրել իր որոշումները եւ Սերժ Սարգսյանը գնաց այդ որոշման։ Հիմա երբ որ Արցախի հիմնահարցը կարելի ասել պետական մակարդակով Ադրբեջանի եւ Հայաստանի միջև փակված կարելի է համարել, որովհետեւ Հայաստանը պարտվեց պատերազմում եւ նաեւ Ռուսաստանի անմիջական ազդեցության միջոցով պարտվեց այդ պատերազմում, հիմա երբ որ Միացյալ Նահանգների միջնորդությամբ կնքվել է այդ նախաստորագրվել է խաղաղության պայմանագիրը եւ կարելի է ասել Հայաստանը ռեգիոնում ստացել է նոր նշանակություն եւ այդ նշանակությանը ընտրությունների միջոցով ժողովուրդը հաստատեց, հիմա Ռուսաստանը փորձում է արդեն նախընտրական շրջանում եւ նաեւ հիմա Ռուսաստանը փորձելու է
բիտ մեթոդներով ճնշել Հայաստան։ Հիմա շատ կարևոր process է, թե Հայաստանը այս իր դիվերսիֆիկացիան նոր շուկաների ընդլայնման ուղղությամբ ինչպիսի քայլեր կկատարի, առայժմ ակնհայտ է, որ Եվրամիությունը քաղաքական որոշում է կայացրել օգնելու Հայաստանին։ Բայց այդ օգնությունն էլ այստեղ շատ թիրախավորվում է, կան տարբեր քաղաքական հանրային գործիչներ, ովքեր այսպես ասենք, ձեռառնելու մակարդակով, չգիտեմ, պաշտոնյաներին ասում են Եվրամիության հանդիպելիս մի կիլոգրամ էլ ծիրան կարող եք նվիրել բան, բայց դրանից հարցը այսպես ասենք չի լուծվելու։ Գիտեք, հետաքրքիրը այն է, որ այս մասին խոսում են նույնիսկ տնտեսագետներ։ Օրինակ, Եվրամիությունը աշխարհի ամենագնողունակ շուկաներից մեկն է, մի քանի անգամ Ռուսաստանին գերազանցող եւ մտածել, որ դու կարող ես ապահովել որակյալ ապրանք եւ դա չի կարող Եվրամիության շուկայում ռեալիզացվել, դա բոլորություն կլինի։ Այո, նաև երբեմն չափազանցում է Եվրամիության շուկայի մասին նաև պատկերացումները։ Հա, ես մեկ-մեկ բանախոսների եմ լսում, որոնք ես ինքս Եվրոպայում եմ ապրում եւ ես այդտեղ արկղի մեջ այսպես վատ որակի միշտ եմ տեսնում, վաճառում են, այստեղի շուկան էլ բազմազան է, այստեղի շուկան էլ ամեն ինչ այդպես փաթեթավորված չէ, այստեղ էլ կան միշտ վաճառելու կետեր, որոնք վաճառում են տարբեր որակի ապրանքներ։ Այսինքն դու պետք է կարողանաս մուտք գործել այս շուկան։ Հիմա Եվրամիությունը շատ տարօրինակ կերպով կարելի ասել իր սկզբունքներին դեմ գնալով, իսկ մենք գիտենք, որ Եվրամիությունը դա շատ դանդաղ աշխատող բյուրոկրատական համակարգ է, բայց քաղաքական որոշում են արագ կայացել եւ բացում են հայկական ապրանքների համար շուկա, հա, եւ շատ ռիթմիկ ձևով են գործում այդ process-ում եւ Հայաստանը պետք է կարողանա դրանից օգտվել, ոչ թե ծաղրի, այլ կարողանա այդ ամենագնողունակ շուկայի մեջ իր տեղը գտնել։ Դա բացառիկ հնարավորություն է Հայաստանի համար։ Իհարկե կան որոշակի խանգարող հանգամանքներ, դա հիմա ռեգիոնալ զարգացումներին է վերաբերում, հատկապես հայ-թուրքական հարաբերություններին եւ սահմանների փակ լինելու, բայց ուղղությամբ էլ ընթանում են աշխատանքներ եւ ինձ թվում է, որ շատ տարերի հետևում չէ հայ-թուրքական սահմանի բացումը։ Վարչապետ Փաշինյանը այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց, որ մի քանի օրից Հայաստան է ժամանում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որի հետ առանցքային թեմաներից մեկը լինելու է հայկական գյուղմթերքի արտադրանքի արտահանման հնարավորությունները եվրոպական շուկա, Եվրամիության շուկա, նշեց, որ բացառիկ պայմաններ են լինելու Հայաստանի համար, փակագծեր չբացեց, ասաց, որ կհասցնեն աշխատանքները մինչև նրա այցը ավարտին հասցնել, որպեսզի նրա հետ կարողանա հայտարարել դրա վերաբերյալ, հա։ Եվ արդեն իսկ կան ընդդիմադիր շրջանակներից դիտարկումներ, որ դա տեղի չի ունենալու, միևնույն է, մարդիկ չեն կարողանալու արտահանել իրենց արտադրանքը եւ այլն ու նման բաներ։ Եվրոպական միության հետ նաև ինչպես դուք նշեցիք, Եվրամիությունը քաղաքական որոշմամբ հայկական ապրանքների համար կանաչ լույս է վառում։ Սա այսպես ասենք կարճաժամկետ քաղաքականություն ենք մենք դիտարկում, որտեղ Հայաստանի տնտեսվարողը այս պահին նաև ճգնաժամային իրավիճակում է հայտնվել, հա։ Սա պարզապես Հայաստանին Եվրոպական միության կողմից լավություն է։ Որոշումը, որ կայացել է Եվրամիությունը օգնելու Հայաստանին, բնականաբար դա երկարաժամկետ չեն կարող դիտարկել։ Դա այո, կարճաժամկետ բնույթի որոշում է, բայց եթե Հայաստանն ու Եվրամիությունը կարողանան ինստիտուցիոնալ մակարդակի հասցնել իրենց տնտեսական հարաբերությունները, այսինքն Հայաստանը նաև ինստիտուցիոնալ առումով կարողանա որակ հաղորդել իր ապրանքներին, ինձ թվում է շատ արագ դա կարող է երկարատև համագործակցության հիմք ունենալ։ Իսկ ինչ վերաբերում է թե ընդդիմությունը ինչպես է արձագանքում եւ սկեպտիկորեն է վերաբերվում այդ process-ին, ընդդիմությունը նաև կաղում էր զենքերի շուկայի դիվերսիֆիկացիայի process-ը, ասում են եթե Ռուսաստանը մեզ զենք չմատակարարի, մենք մնալու ենք առանց զենք։ Դա ինչ է կանում, եւ հիմա արդեն պարզ է, որ 7 տարբեր երկրներից երկուսը արդեն բացահայտը չէ, Ֆրանսիան եւ Հնդկաստանը, Հայաստանը կարողանում է զենք բերել,
Պրոցեսը այստեղ կարող է լինել։ Այսինքն, եթե Հայաստանը կարողանում է ճկունություն դրսևորել, շատ հանգիստ եվրոպական շուկան կբացվի Հայաստանի առաջ։ Շատ լավ, խոսենք նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետագա գործունեությունից։ Ռուսական կողմը էլի նշում է, որ սպասում է Երևանի որոշմանը, որպեսզի հասկանան հետագա մասնակցության վերաբերյալ հարցեր, հա։ Եվ նշել էին նաև սա հենց առաջ էլ, որ դեկտեմբերին ինչ-որ զեկույցներով են հանդես գալու ԳԱՏՄ-ի նաև անդամ երկրները եւ այլն Հայաստանի հապկի վերաբերյալ Հայաստանի այս մոտեցումների համատեքստում։ Ըստ ձեզ հիմա Հայաստանը ինչպիսի քաղաքականություն է վարում այս ուղղությամբ։ Հայաստանը ինքը դիրքավորվելով այդպես սառեցված կարգավիճակով, չմասնակցելով աշխատանքներին, բայց չբոյկոտելով, փողը չվճարելով, ԵԱՏՄ-ի մասով էլ այս հայտարարությունները որ կային։ Այսինքն Հայաստանը ինքը այնպիսի քաղաքականություն է վարում, որ հենց այս կառույցները շահագրգռված լինեն, որպեսզի Հայաստանը չլինի դրանց անդամ։ Հայաստանը չի հաղթնում, հա, որ ինքը այդ քաղաքականությունն է վարում եւ Հայաստանը կարճ ասած ասում է, գիտեք ինչ, հեռացնում եք, դե արագ հեռացեք էլի։ Մեկ է, մենք չենք վերադառնալու այդ աշխատանքներին, հա։ Այսինքն Հայաստանը տվել է հապկին քաղաքական գնահատական, ասել որ այդ կառույցը չի գործում կոնկրետ Հայաստանի մասով, նա հապկը չի ապահովում Հայաստանի անվտանգությունը եւ բնականաբար Հայաստանը բոյկոտում է աշխատանքները։ Այո, կա նրբություն այստեղ, Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա եւ դրա հետ կապված Հայաստանը չի գնում վերջնական որոշման, այսինքն չի հայտարարում հապկը լքելու մասին։ Գնդակը դրել է նրանց դաշտում եւ ասում է հեռացեք։ Ռուսաստանն ու մնացած երկրներ, այստեղ ավելի շատ Ռուսաստանը պետք է այդ որոշումը կայացնի։ Ռուսաստանն էլ ասում է մենք ձեզ կտուկ անենք, մենք ձեզ այսպիսի որոշումներ կայացնենք, Ռուսաստանն էլ է խաղում ժամանակի վրա, հա։ Եթե մինչև ընտրություններ Ռուսաստանը հույս ուներ, որ իր պրոքսիների միջոցով Հայաստանում կվերցնի իշխանությունը, հիմա հասկանում է, որ դա շատ բախ պրոցես է, որտեղ Հայաստանի Հանրությունը այսպես թե այնպես ընտրել է այս իշխանությանը եւ ինչ որ ժամանական նրանք պետք է պարտավոր են այս իշխանության հետ աշխատել, բայց Ռուսաստանը կրկնում եմ ինքն էլ է իրեն դրել ժամանակ շահողի դերում եւ փորձում է գնդակը իր դաշտից տեղափոխել Հայաստանի դաշտ։ Թե հետագա ընթացքը ինչպես կընթանա, ինձ թվում է, որ վաղ թե ուշ Հայաստանը իրոք լքելու է։ Թե իմը այնտեղից կհեռացնեն Հայաստանին, թե Հայաստանի ինքը ունենա արդեն այնքան դիմադրողականություն, որ կա հայտարարի, որ մենք լքում ենք հապկը, դա ցույց կտա առաջիկա 1 տարվա ընթացքում այդ process-ը իր հանգուցալուծումը կստանա։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Զրուցակիցս քաղաքական վերլուծաբան Գագիկ Խամալյանն էր, մնացեք առաջինի հետ, ես Ժիրայր Ոսկանյան։